Բարի կեսօր։ Reopen Media-ի Renews լրատվականը սկսում է իր աշխատանքն ուղիղ եթերում։ Տաղավարում Աննա Մարգարյանն է։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին։ Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի ու թափանցիկ ձեզ համար։ Պտտահողմից տուժած ապարանում մինչև ուշ գիշեր վերականգնման աշխատանքներ են իրականացվել։ Համայնքի ղեկավարն է համակարգել վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության եւ շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաեւ այս պահին նպատակ ունենալով հնարավորինս արագ վերականգնել համայնքի բնականոն կյանքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Ապարանում եւ Լուսագյուղում վնասվել են շենքշինությունների տանիքներ, ավտոմեքենաներ եւ տապալվել են ծառեր։ 3 ժամը 21-ի դրությամբ արձանագրվել է շուրջ 90 վնասված կառույց ու օբյեկտ։ Տարածքում աշխատում են փրկարարները, ներգրավված են 137 ծառայողներ։ Ապարանում է նաեւ մեր նկարահանող խումբը, որից մանրամասներ են կակնկալում մեր հետագա թողարկումներում։ Վաղ առավոտից Քասախի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները, փակելով աշտարակից Երևան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը, սակայն մինչև նրանք իրենց խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններ սկսել են ուժ կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ։ 11 անձ է բերման ենթարկվել, այդ թվում եւ անչափահասներ։ Դեպքի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշտարակի բաժին։ Հիշեցնենք, որ ակցիաները սկսվել են ապրիլի 5-ից Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների դժգոհությունից, քանի որ Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է 25 եւ 59 ավտոբուսների երթուղիները։ Դրանց ուղևորը 150 դրամ էր։ Նոր երթուղին, որը սպասարկում է մուլտիտրանսպորտը, ունի 200-ից 250 դրամ ուղևորձ, ընդգրկում է 7 կիլոմետր մինչև Աջափնյակի ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը 19:30-ին։ Նախկին երթուղին հասնում էր մինչև Հաղթանակի զբոսայգի։ Ոստիկաններից մեկը հարվածել է 24 News AM-ի լրագրողին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։ Լրագրողի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն կա։ Մեր սահմանների մոտ բռնկված պատերազմը շարունակվում է։ Ստեղծվել է լայնածավալ պատերազմի իրական վտանգ, որը կարող է ներքաշել նաև տարածաշրջանի այլ երկրներին։ Մեծ ավերածություններ են արձանագրվել թե Իսրայելի, թե Իրանի քաղաքներում։ Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող Իրանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև հետախուզության եւ ազգային անվտանգության նախարարության շենքերին։ Վիրավորվել են դիվանագետներ։ Իրանի հրթիռային զորքերը նախորդին հարվածել էին Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Իսրայելի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը երկրում երկարաձգել է եւս 15 օր մինչև հունիսի 30-ը։ Իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանում գործող հայկական Ալի կորաթերթի խմբագրության շենքը։ Ռեպորտաժը մեր եթերում։ Այսօր վաղ առավոտյան իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին եւ Հայֆա նավահանգստային քաղաքին։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ գիշերային հարվածների ժամանակ երկրի կենտրոնական հատվածում զոհվել է 3 մարդ, տասնյակներով վիրավորներ կան։ Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել են հարվածից։ Վնասվել են նաեւ այն շենքերը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների դեսպանատանը շատ մոտ։ Ինչպես գիտեք, Իրանը լայնածավալ հրթիռային եւ անօդաչու հարվածներով է պատասխանել Իսրայելի հարձակմանը։ Թիրախները եղել են Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում եւ այլ խոշոր քաղաքներում։ Արձակվել է շուրջ 150 բալիստիկ հրթիռ եւ 100-ից ավելի դրոն։ Վերջին պաշտոնական տվյալով Իսրայելում զոհվել է առնվազն 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Ցախալը Կիրակի ուշ երեկոյան հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական շրջաններում տեղակայված հրթիռային հենակետերին։ Իրանական մեհրը հայտնել է, որ իրանական կողմի հարվածները թիրախավորել են Իսրայելի Հադերա քաղաքի էլեկտրակայանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքի Կեսարիայում գտնվող նստավայրը։ Ըստ իրանական վերջին պաշտոնական տվյալի, Իսլամական Հանրապետությունում զոհերի թիվը հասել է 220-ի, որոնցից 70-ը կանայք ու երեխաներ են։ Հայտնի է, որ Կիրակի օրվա հարվածներից եւս 2 իրանցի բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Ադրբեջանի ծովային սահմանից Բանդար անգալի թռչող մի քանի իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելուց հետո պաշտպանական ցանցը վճռական գործողություններ է ձեռնարկել եւ ոչնչացրել բոլոր թիրախները, հաղորդում է իրանական տելեգրամյան ալիքը։ Հիշեցնեմ, շաբաթ օրը Իրանի
Պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վստահեցրել էր, թե Բաքուն թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողություններում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեքեշյանը ժողովրդին կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները եւ միասնական կանգնել Իսրայելի ագրեսիայի դեմ։ Մենք պատերազմ չենք փնտրել եւ չենք սկսել պատերազմը։ Մենք չենք սպանել երկրի բարձրաստիճան զինվորականներին եւ գիտնականներին, այլ այդ ահաբեկիչներն են սպանել, ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթում։ Մենք ագրեսորներ չենք, այսօր մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն, եւ ամբողջ Իրանի ժողովուրդը պետք է միավորվի ու վճռականորեն դեմ լինի ագրեսիային, ասել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Փեզեշքյանի հայտարարությունը տարածվել է Իսրայելից հնչող իրանական վարչակարգը ներքին ուժերով տապալելու կոչերի ֆոնին։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է դադարեցնել իր արշավը, եթե Իրանն ընդունի իր միջուկային ծրագիրը սահմանափակելու ԱՄՆ-ի պահանջները։ Խնդիրը մեր գոյությանը սպառնացող գործողությունները դադարեցնելն է, եւ մենք մտադիր ենք դրանք դադարեցնել։ Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք դրանց հասնել։ Եթե նրանք պատրաստ են ընդունել նախագահ Թրամփի պայմանները, դա այլ հարց է, ասել է Նեթանյահուն։ Նեթանյահուն նաև հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահ Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա իսրայելական հարվածի վրա։ Նեթանյահուն Թրամփին անվանել է Իրանի թիվ 1 թշնամին։ Իդեպ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանից հյուսիսարևել գտնվող Լավիսան շրջանում գտնվող բունկեր։ Iran International-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի հարվածներից մի քանի ժամ անց։ Խամենեիի ընտանիքի բոլոր անդամները նրա հետ են։ Wall Street Journal-ը հղում անելով Թել Ավիվի իր աղբյուրին գրում է, որ Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի վերացումը։ Իրանը տեղեկացրել է Քաթարին եւ Օմանին, որ պատրաստ չէ հրադադարի վերաբերյալ բանակցությունների, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածները։ Իրանը հստակ նշել է, որ որևէ բանակցության չի գնա, քանի դեռ ենթարկվում է հարձակումների եւ պատրաստ կլինի խոսել միայն պատասխան հարվածներից հետո, հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրում հավատարմագրված դիվանագետների առջև ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն ուղղված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի պատրաստակամության մասին։ Ըստ նրա, Իրանը հենց այս տրամաբանությամբ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ եւ մասնակցել 5 փուլի։ Իրանի արտգործնախարարի խոսքով Թեհրանը պատրաստ է դադարեցնել հրթիռային հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի իր ագրեսիվ գործողություններն Իրանի նկատմամբ։ Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով Թեհրանը ափսոսում է, որ Միացյալ Նահանգները աջակցել է այդ հարձակմանը։ Նա նշել է, որ իրենք ունեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերի ներգրավվածությունը։ Կրկին հիշեցնեմ, որ Իրանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի, հայտնում է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունը։ 90%-ը քաղաքացիական անձինք են, նրանց թվում կան նաև կանայք ու երեխաներ։ Արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի 3 գրոհների զոհ են դարձել ավելի քան 70 կին եւ երեխա։ Բաղային նշել է, որ 10 երեխա նախկինի պես գտնվում է շենքի փլատակների տակ Չամրան շրջանում։ Իրանը նաև հաստատել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հետախուզության պետ բրիգադի գեներալ Մուհամմադ Քազեմիի զոհվելը։ Իսրայելը հայտնում է 15 զոհվածի եւ 300-ից ավելի վիրավորի մասին։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի պաշտոնակից Սուբրամայնամ Ջայշանկարի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են կայուն եւ սերտ համագործակցության կարեւորությունը հատկապես անկայուն իրավիճակներում։ Հիշեցնեմ, որ բառացիորեն մի քանի օր առաջ էր Մարսելի համաժողովի շրջանակներում Միրզոյանը հանդիպել եւ բանակցել է Ջայշանկարի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը։ Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը կանխելու լարվածության սրումը եւ ընդգծել միջուկային բանակցությունների կարեւորությունը որպես վեճի լուծման միակ ճանապարհ։ Նա աջակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշմանը շարունակելու դիվանագիտական ջանքերը։ Էրդողանը զգուշացրել է Իսրայելի հարձակումների հետևանքով տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին եւ կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու աղետը։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը 50 րոպե տևած հեռախոսազրույցում քննարկել են
արդիական հարցեր։ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունների Իրանի դեմ, իսկ Թրամփը իրավիճակն անվանել է մտահոգիչ, ընդունելով Իսրայելի հարվածների արդյունավետությունը։ Երկու առաջնորդները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը եւ Ռուսաստանի միջնորդության հնարավորությունը։ Նախագահները քննարկել են նաեւ Ուկրաինայի հակամարտությունը։ Ռուսաստանը հայտնել է իր պատրաստակամությունը շարունակելու բանակցություններն ուկրաինացիների հետ, ինչպես որ պայմանավորված է հունիսի 22-ից հետո։ Դոնալդ Թրամփն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը եւ կրկին նշել է իր շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտի հարցում, ասել է Կրեմլի խոսնակը։ Իրանի խորհրդարանը հաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում մոտ 200 ռուսաստանցի հայտնել է Իրանի եւ Ադրբեջանի սահմանը։ Հնդկաստանում ավարտվել է Delhi International Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել է, որ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը եւ Մանուել Պետրոսյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։ Մրցաշարը եզրափակել են մրցանակային դիրքերում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Եթերում ենք լինելու ժամեր անց 15:00-ին։ Դուք կարող եք հետևել Reopen Media-ի լրատվական բաժնի հոսքերին YouTube, Telegram, Instagram, X եւ Facebook հարթակներում։ Մեր երիտասարդ թիմին աջակցելու համար կարող եք նաեւ հանգանակություններ անել Reopen Media հարթակում Donate կոճակի միջոցով։ Տաղավարում աշխատեց Աննա Մարգարյանը։ Կհանդիպենք։